այլներում աշխատելով և շփվելով բոլոր խնդիրների հետ, բնականաբար մի ավելի լայն պատկերացում դեպի կողմից առաջարկող լուծումները բնականաբար ավելի շարժության արժանին են և բնականաբար պետությունից այսօրյան քաղաքականություն մշակելիս ու քաղաքական մեխանիզմներ մշակելիս բնականաբար պետք է հաշվի առնի հասարակական կազմակերպությունների տեսակետները։ Ունենալ մի օրենք մի տեսակ, որ սահմանափակի պրոֆեսիոնալ միությունների շտաբերն անկազմակերպությունների, որոնք կատարում են սոցիալական ծառայություն, նույնպես տարբերակել պետական ու սոցիալական կենտրոնները, կամ ասենք ինչ-որ մի կոնկրետ խնդրի համար կապտավանքեր տեսված մի միավորում, որը ցանկանում է այս խնդիրը լուծել և դրանից հետո այսինքն խնդիր չկարողանում ունենալ կազմակերպության ամեն դասեն կարևորում կազմակերպությունների խնդիրները, որոնք կարող են ստեղծել կոնկրետ մի խնդիրը։ Այս իմաստով ասեմ կարևորում ճիշտ տարբերակումը և ճիշտ զանազանում այս կազմակերպությունները, որը ցույց կտա նաև զարգացան տարբեր մեխանիզմներ կայունության և հարաբերության իմաստով։ Ինչի համար կարևորում են ֆինանսական մեխանիզմների նոր մշակում, որտեղ հնարավորություն կլինի կազմակերպություններին ցույցալ, որ իրենք կարողանան ունենալ իրանց սեփական հիմնադրամները, և այս սեփական հիմնադրամների հավաքագրումը տեղի ունենա հասարակության կողմից։ Հաշվի առնելով, որ հանրական որոշումը, որը պետք է կայացվի քաղաքական որոշումը, պիտի հիմնված լինի ոչ թե միայն այն պատկերացումների վրա, որ կան քաղաքական դաշտում, այլ արձագանքի այն տարիքների, այն կարևոր խնդիրներին, որ կան հասարակության մեջ, որ սովորաբար որ միշտ մտերի են որոշում տարածումների համար։ Համարում է, որ հասարակական կազմակերպությունը հանդիսանում է այս կարևոր խորհուրդը, որը կարող է կողմից փոխարինի, արտաքին որոշակի տեստավորում այն գաղափարների, որը քաղաքական ուժը առաջ է քաշում, և ստանա արձագանքը նաև հասարակությունից տարբեր շահերի հզորացնող խմբերից։ Ես կարծում եմ, որ այս մեխանիզմը պետք է մի շարք կողմ, որ մեխանիզմը պետք է ունենա նաև կազմակերպված ձև, այսինքն շատ կարևորում են նաև գիտեք, քանի որ ներկայացուցիչ կարող ասել, որ նկատվում է ՀԿ-ների զրկումը դեպի քաղաքական կուսակցությունների հետ համագործակցություն դեռ ավելի շատ է արտահայտված, քան թե հակառակը։ Այլ ես կարծում եմ, որ գիտակից քաղաքական ուժը, որ գիտակցող հանդիսանում նաև ուրիշների թվում հայերեն կոնկրետ, պիտի անպայման ողջ աշխատանք անի այս ուղղությամբ, ինչպես մշակել ճիշտ կոնկրետ հայեր, որ հասարակության ձայնը չփոխի, չփոխանա, չդառնա նրանք որպես խոհանոցային կուսակցությունների մակարդակով մնացող գաղափարների։ Այսօր մենք շարունակում ենք մեկ այլ խնդրի շուրջ ակտիվ համագործակցել, խոսքը անցած տարվանից նախաձեռնված ընտրական իրավունքի պաշտպանության շարժման մասին է, որի մեջ դարձյալ բավական դերակատար են հասարակական կազմակերպությունները, և մենք անկեղծացած շարունակում իրենց հետ ենք ուսել կապի քաղաքական կազմակերպությունների, որ կարողանան իրենց միջոցով, իրենց ուժերով նաև իսկապես հասարակական վերահսկողություն, լայն վերահսկողություն իրականացնել մեզ համար կարևորագույն քաղաքական միջոցառման իրավական որոշող ընտրությունների հարցում։ Առաջինը, մենք պետք է մշակել մի համալիր ծրագիր քաղաքացիական հասարակության զորման համալիր ծրագիր։ Այս ծրագրում պետք է ամբողջ արտադրել ուժերներ, պետականամետ, պետականատես, հասարակ քաղաքացի, մաս ժողովելու արվեստը, նախագույն է։ Նոր հասարակական կառուցելու խնդիր է։ Մասնավոր տեխնոլոգիայի ինչից է ձևավորել այսօր, պետք է դուրսի ձևորման հասնելու մենք զբաղվենք։ Հասարակական սոցիալական կառուցվածքի ձևորման խնդիր է։ Երկին այդով յուրաքանչյուր ինստիտուցիան, յուրաքանչյուր բնակչության, կառուցվածքնության ամենամեծ ասպեկտը դրա պետքա պետական կառուցվածքն է։ Ինչպիսի
հասարակությունը շիպետի Ազգային ժողով կազմակերպում են բազմաթիվ լուծումներ, որտեղ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց խոսքն են ասում եւ դա շատ կարևորվում է վեր կողմի։ Կառավարությունը վարչապետի կից դեպված են մի շարք խորհուրդներ, որտեղ ներկայացված են հասարակական կազմակերպությունները։ Նախարարություններում դեպված են կոլեգիալ մարմիններ, որտեղ նույնպես ներկայացված են հասարակական կազմակերպությունները։ Կարծում եմ այս ամենը խոսում է այն մասին, որ իսկապես մեր մոտ կարողանում է հասարակական կազմակերպությունների դերի նշանակությունը եւ նաեւ մասնավորապես են ուզում ասել, որ շատ մեծ դեր նշանակություն է, մեծ ներուժ ունեն հասարակական կազմակերպությունները։ Հատկապես ամբողջովին իրագործում են նրանց հնարավորությունները կարող անգլիացիորեն որ մենք շատ համերգներում ենք այս ասպարեզում եւ այստեղ եւ իդեալական կազմակերպություններ եւ պետական մարմիններ, նաեւ ուզում եմ նշել դա տեղական ինքնագարան մարմիններ, այստեղ մեծ աշխատանքներ կան, որոշակի փոս արդեն ուտարկված է, դա կարծում եմ դա շատ աշխատանքներ կան, կարող ենք համարվել իրականացնել։ Պարզապես այստեղ մեծ փոս ասել մեծ փոխհարաբերությունները համագործակցությունը հասարակական կազմակերպությունների անկախ ֆիզիկների շարունակելու են եւ այն դիտողը այդ րոպեին որդեգրել են կապված հասարակական կազմակերպությունների հետ բարելավելու եւ հարաբերություն դա շարունակելու է։ Այսօր ինչպես նշեցին գործընկերները, այսօր դեպի բոլոր պետական մարմինների համանախագծողներ, որտեղ ներկայացված են ամենախանդես մի բան է ունեցել 2003-ից եւ օրենքի նախագծում ղեկավարության ժողովը եւ դեպքին հանրաժողովներ կազմակերպական կազմակերպություններ, որոնք ամիսապրի ներկայացված էին օրենսդրական գործընթացները։ Փաստային առումով բոլոր մեծամեծ կան, որոնք միշտ այսօր մասնակցում են բոլոր օրենսդրական նախաձեռնություններում, խմբակներում եւ անգամ նախնական ծրագրի ակցիաներում այսօր կան նաեւ այն կառույցները, որոնք իրացել են հենց հասարակական կազմակերպությունների կողմից։ Մի փոքր նաեւ անհրաժեշտ կոնկրետներին, որոնք ներկայացվել են։ Օրինակ շատ շոշափել ձեռնարկատվության խնդիրը։ Ես ուղղակի զարմանում եմ նրանում, որ 2001 թվականի դեպքից աշխատում եմ ձեռնարկատվության մասին, չգիտեմ ինչու մինչև հիմա հասարակական կազմակերպությունները ներառյալ մենք փորձում անընդհատ հնարավորության մասին ձեռնարկատվության կամ մենք փորձում մասին, որը շատ է շրջանում։ Ինչու մենք չենք փորձում օրինակ հարկային արտոնություններ, ինչու մենք չենք փորձում այլ խնդիրներ։ Եկեք ավելի գլոբալ նշանակում, չի կարելի 10 տարի շարունակ փորձել ջարդել մի մարդ, որը չի ջարդել։ Եկեք մոտենանք այլ խորհուրդներ, բոլոր հարցերին։ Ինչով է տարբերվում հասարակական կազմակերպությունը մասնավոր կազմակերպությունից։ Բացարձակապես ոչ մի բանում միայն դիվիդենդ է, որ սեփական մասնավոր կառավարություն ստանալ, սեփականատերը հասարակականում չի կարող։ Հասարակականում հիմնադիրը դա ոչ մի բան ուղղակի հիմնադիր է, մասնավոր հիմնադիրը դա սեփականատերն է։ Բայց օրինակ կան տարբեր օրինակներ նույն մեծ Բրիտանիայում, երբ որ չկա այդ հաստատություն, որպես հասարակական կազմակերպություն։ Սա մեր ժառանգել են սովետական միությունից։ Այնտեղ կա կոչվում է ուղղակի երևույթի, այսինքն կոնկրետ օրինաչափման ՍՊ-ը, ուղղակի տարբերվում է հարկային կոդով։ Այսինքն այս կառույցը, որը զբաղված այս խնդիրներով, նա ազատում է արտադրությունից կամ չի ազատում, բայց զբաղվում է արտադրության կամ այլ պետական գործունեությամբ։ Եվ այդ նորություններն անցնում են։ Այսօր հասարակական կազմակերպությունները ստեղծում են աշխատատեղեր։ Ինչա հետաքրքիր ոչով երկու չի կատարել նման գործություն, թե աշխարհի ունեցան աշխատատեղեր ապահովել վերջին հասարակական կազմակերպությունները։ Ոչով չի հաշվարկել, թե հարկային առումով ինչքան գումար է լուսավորվել բյուջե հասարակական կազմակերպությունների շնորհիվ։ Եվ ամենակարևորը, որ հիմնականում դա հիմնական 99% հասարակական կազմակերպությունները այսօր գոյատևում են բոլորի հաշվին, այսինքն գումարների այսինքն։ Այդ ամենը հաշվի առնելով ուղղակիորեն բարձրանում է հասարակական կազմակերպությունների դերը այս